Խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում, ինչ թեմային անցնելը հիշեցնում է մեր այս հատվածի գործընկերոջը, բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe-ն ստացել է նորույթ։ Բնական բաղադրիչներով մշակված տակդիր վարտիքներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հուսալի պաշտպանությունը եւ հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Այսօր քննարկելու ենք թերևս իրեն երբեք չսպառող, մշտապես վիճելի մի թեմա՝ փոքրիկների պատվաստումները։ Այսօրվա մեր հյուրը կլուսաբանի, որոնք են օրացուցային պատվաստումները, ինչու են դրանք կարևոր, ինչու պետք չէ բաց թողնել եւ իհարկե փորձենք պարզաբանել, որ դեպքերում եւ ինչպիսի կողմնակի երևույթներ կարող են լինել, որոնց համար պետք չէ մտահոգվել։ Այսօրվա իմ հյուրն է Մուրացան հիվանդանոցային համալիր անհետաձգելի բաժանմունքի բժիշկ մանկաբույժ Սոնա Եգանյանը։ Ողջույն, բժշկ Եգանյան, կարծում եմ համաձայն եք, որ վիճելի թեմա է, խնդրեմ ձևակերպենք ինչ է իրենից ներկայացնում պատվաստումը, տասնյակ տարիներ իր ակտուալությունը չի կորցնում, օրացուցային կարծում եմ պատվաստումները շատ չեն փոփոխվում, նախ սկսենք նրանից ինչ են, ինչու է կարևոր եւ եթե կարելի է հետո անցնենք արդեն օրացուցային պատվաստումների շարքին։ Պատվաստումները դրանք պատվաստանյութերի միջոցով սպանված կամ թուլացված մանրէների ներմուծումն է օրգանիզմ։ Ինչու է դա արվում։ Դա արվում է տարբեր ճանապարհներով, կարող են ներարկումների ձևով արվել եւ կաթիլի ձևով պերոս բերանացի տարբերակով արվել։ Եվ դրանք ներմուծելով օրգանիզմ, մեր օրգանիզմում ակտիվանում են իմունային համակարգը, արտադրելով հակամարմիններ, այսինքն հիշողության բջիջներ այն ինֆեկցիաների հանդեպ, որոնց համար կատարվել է պատվաստումը։ Իսկ այդ ինֆեկցիաները բավականին լուրջ վտանգ ներկայացնող հիվանդություններ են իրենցից ներկայացնում, լուրջ բարդություններ առաջացնող, հաշմանդամություն առաջացնող, նույնիսկ մահվան ելք ունեցող հիվանդություններն են։ Եթե մենք նախապես այս հակամարմինները չունենանք, այսինքն տրամաբանությունը այն է, ներմուծել թույլ քանակով քիչ, այսպես ասած, ագրեսիվ մանրէներ, որոնք կդրթեն մեր օրգանիզմը սինթեզել, արտադրել հակամարմիններ եւ այդ վիրուսի կամ հիվանդության հարուցիչների հետ հանդիպելու դեպքում օրգանիզմը արդեն պատրաստված կլինի, կպայքարի դրա դեմ, կարող է եւ ավելի հեշտ կհաղթահարի։ Հնարավոր է որ նույնիսկ չհիվանդանան կամ եթե հիվանդանան էլ ավելի թեթև ընթացք ունենա։ Այո։ Խոսենք նախ այն մասին, ինչու են այդքան մտահոգվում ծնողները, շատերը կամավոր նույնիսկ հրաժարվում են պատվաստումներ կատարելուց, բնականաբար հղում անելով շատ դեպքերի, իրավիճակների, երբ օրինակ կողմնակի էֆեկտներ կամ ինչ-որ բարդություններ են դիտվել, խնդրում եմ ասեք կլինիկորեն կամ ձեր փորձից ելնելով ինչքանով են հավանական բարդությունները եւ ինչպիսի կողմնակի երևույթներ կարող են լինել, որ պետք չէ մտահոգվել։ Տեսեք, հիմնականում սխալ ինֆորմացված լինելու, քիչ կրթվելու արդյունքում են պատվաստումից հրաժարվող ծնողները, կարող են միլիոնավոր ուսումնասիրված դեպքեր, միլիոնավոր փրկված կյանքեր իրենց համար դա ապացույց չլինի, բայց օրինակ մի հարևանի ասածը հիմք լինի, որ հրաժարվի պատվաստումից։ Ինչպես ցանկացած դեղորայք, այնպես էլ պատվաստանյութերը ունեն կողմնակի ազդեցություններ, սակայն դրանք կարճատև են եւ թեթև ընթացք ունեն։ Օրինակ կարող է լինել ներարկման հատվածում այտուց, կարմրություն, տեղային ռեակցիաներ։ Կարող է երեխան անհանգիստ լինել, գրգռված լինել, լացքան, ջերմել։ Սովորաբար դրանք տևում են 1-ից 3 օր եւ անցնում են դա ի պատասխան այն հարուցիչներին, որոնց ստացվել է պատվաստանյութը, պատվաստվում է երեխան։ Իսկ ծանր բարդություններից դրանք լինում են անաֆիլակսիկ ռեակցիաները, ալերգիկ ռեակցիաները, կարող է լինել դժվարաշնչություն, ճնշման անկում, դրա համար պատվաստվող երեխան մոտ 20-ից 30 րոպե պետք է լինի այն բուժհիմնարկում, որտեղ որ կատարվել է պատվաստումը, որպեսզի հասկանանք, որևէ ռեակցիա կդրսևորվի, թե ոչ։ Եվ կատարված բազմաթիվ հետազոտություններ, մոտավորապես 75 տարի կատարվել են հետազոտություններ, ուսումնասիրվել են միլիոնավոր պատվաստված դեպքեր, ու չի եղել կապ, օրինակ պատվաստանյութի եւ աուտիզմի զարգացման, պատվաստանյութի եւ աուտոիմուն հիվանդությունների զարգացման միջև։ Չենք ունեցել որևէ ապացույցներ, որ նման հիվանդություններ են ձեռք բերվել հետագայում։
Այսինքն գիտությունը նաև ստիպված է հերքել, որ այսպիսի կապ կա, որովհետև դա իրոք համոզմունքի է վերածվում։ Մեկի ասածը կարող է համոզմունք առաջացնել։ Հասկացա, շնորհակալ եմ։ Որ Հայաստանում էլ պարտադրված չի դա ցանկությամբ է։ Որոշ երկրներ կան, որ պարտադրված է։ Որոշ երկրներ կա, որտեղ պարտադրված է։ Խնդրեմ նշեք նաև հակիրճ, որոնք որ պարտադիր եք համարում այն օրացուցային պատվաստումները, որոնք խորհուրդ չեք տա բաց թողնել։ Բոլոր հիվանդությունները իրականում վտանգավոր են, ինչպես ցանկացած երկիր, այնպես էլ Հայաստանը ունի պատվաստման ազգային օրացույց։ Պատվաստումը սկսում ենք ծննդյան առաջին 24-ից 48 ժամվա ընթացքում։ Առաջի պատվաստումը, որ ստանում ենք վիրուսային հեպատիտ B-ն է եւ տուբերկուլոզի դեմ պատվաստում BCG-ն է։ Հաջորդ պատվաստումը կատարվում է 1.5 ամսականում, կատարվում է հեքսավալենտ վակցինացիան, այսինքն 6 միկրոբների դեմ վակցինացիա։ Դրանք են դիֆթերիա, կապույտազ, փայտացում, պոլիոմիելիտ, հեմոֆիլուս ինֆլուենսա B-ն, վիրուսային հեպատիտ B-ն, ռոտավիրուսը եւ պոլիոմիելիտը։ Այս նույն վակցինացիան, ռևակցինացիա, այսինքն կրկնակի պատվաստում արվում է 3 ամսեկանում եւ նույնը կատարվում է 4.5 ամսեկանում առանց ռոտավիրուսի։ Հաջորդ պատվաստումը, որ կատարվում է 1 տարեկանում ենք անում, կարմրուղ խոզուկի դեմ պատվաստումն է։ Այստեղ ասեմ, որ 2025 թվականից սկսած 1 տարեկանում կատարվում է նաև ջրծաղիկի դեմ պատվաստումը։ Հաջորդ պատվաստումը կատարվի 6 տարեկան հասակում, ելին նույն արդեն քառավալենտ, այդ վակցինացիան է, դիֆթերիան, փայտացում, կապույտ հազ եւ հեմոֆիլուս ինֆլուենսա B-ն, եւ 4-ից 6 տարեկանում կատարվի կարմրուղ խոզուկ պատվաստումը։ Ուզում եմ նշել նաև 13 տարեկան հասակում 13-ից 14 աղջիկ երեխաների մոտ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, որի նպատակը արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելն է։ Արդեն հաջորդ պատվաստումը գալիս է 15-16 տարեկանում, այստեղ էլ բավականին ստանում են, էլի դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, կարմրուղ խոզուկ, մենինգիտի դեմ, վիրուսային հեպատիտ A-ի պատվաստում է կատարվում, 17 տարեկանում տուլարեմիայի դեմ է պատվաստում արվում, եւ ունենք սեզոնային պատվաստումներ յուրաքանչյուր տարի գրիպի դեմ եւ COVID-19 դեմ պատվաստումը, նաեւ կուզենայի նշել կատաղության դեմ պատվաստումը, որը ըստ անհրաժեշտության է արվում համաճարակաբանական ցուցումով եւ եթե օրինակ եղել է կծած դեպքեր, կենթանու կծած դեպքեր, այդ դեպքում էլ կատարում ենք հավելյալ կատաղության պատվաստումը։ Շատ լավ, ամփոփելով ուզում եմ վերջին հարցը տալ, որ շատ ծնողներ օրինակ հիմա կարող են մեզ լսել եւ ասել, այս իմ երեխային որևէ մի պատվաստում չեմ արել եւ ինքը չի հիվանդացել կամ տարեկան 1-2 անգամ բոլորի նման տարել է որևէ շնչական վարակամ աղիքային եւ վերջ, ինչ կասեք, ինչ պատասխան կտակ Բժշկուհի Եգանյան այս դեպքում։ Ճիշտ եք ասում, այդպես էլ են որոշ ծնողներ ասում, դա պայմանավորված է նրանով, որ ի շնորհիվ պատվաստված երեխաների ու մարդկանց, որովհետեւ ամբողջ աշխարհում բավականին բարձր է թիվը պատվաստման, ու եթե հանկարծ այդ թիվը նվազի, մենք նորից բռնկում կունենանք։ Օրինակ տեսեք, մենք որոշ ժամանակ առաջ ունեցանք կարմրուկի բռնկում Հայաստանում բերովի դեպքեր, ու այն երեխաները, ովքեր որ պատվաստված չէին, ու կփաստեն այդ ծնողները, որ իրենց երեխաները պատվաստված չէին ու բավական ծանր ընթացքով եղավ, ունեցան բարձր երկարատև ջերմություն, հազ, թոկաբորբի ձևով, տեսեք, իր բարդություններից մեկը կարող է լինել կուրության առաջացումը նույնիսկ աչքի ախտահարումով։ Օրինակ կապույտ հազի դեմ չպատվաստվելու դեպքում կունենան անդադար սպազմատիկ հազ, շնչահեղձություն, հազը այնքան տանջող բնույթ ունի ուժգին է, որ կարող է անոթներ վնասել, օրինակ արմնազեղումներ ունենան աչքում, ուղեղում, յուրաքանչյուր հիվանդություն ունի իր բարդությունը եւ վտանգավոր է ուղղակի խաղ անել ու պատվաստումից հրաժարվել։ Այսինքն այստեղ հիմնավորումը, որ դա կոլեկտիվ մեծամասնության շնորհիվ է, որ պատվաստվածների շնորհիվ երեխաներն էլ ովքեր ավելի քիչ դեպքեր են կազմում, այդ երեխաները չեն հիվանդանում։ Եվ ես կոստացա վերջին հարցը, բայց եւս մի հարց տամ, որ կհուզի կարծում եմ մեր հեռուստադիտողներին, եթե ինչ-ինչ պատճառով երեխան բաց է թողել պատվաստում, օրինակ 6 տարեկանում պիտի արվեր, լրացել է 6 տարեկանը, բայց ունեցել է ինչ-որ հակացություն կամ վարակ կամ հարբուխի նշաններ եւ չի կատարվել։ Երբ արժի, մինչեւ երբ արժի
արժե վերադառնալ եւ կատարել, իսկ որ դեպքում էլ իմաստ չունի ու համարում ենք այդ պատվաստումը ուղղակի բաց թողնված։ Ուրեմն այսպես, եթե բաց է թողնվել, օրինակ հիվանդ է եղել ջուր վիճակ, ջերմություն, օրինակ թոքաբոր, այդ դեպքում պատվաստումը կատարվում է հաջորդ, երբ որ երեխան լավացման շրջանում է, գանգատներ կարելի ասել չունենք, չի ջերմում, գնահատվում է մանկաբույժի կողմից, զննվում է եւ որոշվում է արվի այդ պատվաստումը թույլ է տալիս վիճակը։ Իսկ եթե 6 տարեկան է լրացել է, արդեն 7-ն են բոլորում արժի անել 6 տարեկանի։ Նույնիսկ կարող են անել 6 տարեկան պատվաստումը 7 տարեկանում, եթե կարիք է հավելյալ էլի պատվաստումներ արվի նույն ժամանակաշրջանում։ Սահմանափակում, որ եթե այդ մենք գիտենք մենակ կարելի ասել ռոտավիրուսի հետ կապված ունենք, որտեղ իրան ավելի վտանգավոր է մինչև 3 ամսական ստանալը, որտեղ բազմաթիվ փսխումներով լուծով ընթացք ունեցող հիվանդություն է, արդեն եթե մինչև 3 ամսական երեխան չի ստացել, չենք էլ անում։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցեցինք Վժգույ Եգանյանի հետ պատվաստումների մասին։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով, մասնավորապես ներկայացնեմ Canbebe վարտիկ տակդիրները, որոնք շատ ավելի հարմարավետ են եւ ողջ օրվա ընթացքում ապահովում են ձեր փոքրիկների հուսալիությունը, պաշտպանությունը եւ ապահովությունը, չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, գնացինք առաջ։